բաներ, որոնք ինձ ներվայնացնում են, գրել եմ, որ չմոռանամ։ Առաջինը, երբ որ բացում եմ TikTok-ը ու այն վիդեոներից է գալիս, երթևեկության փոփոխություն Երևանում, հերիքա, քշում ես նշանը մի բան է, պոլի նշանը մի բան է, արդեն ամեն խաչմերուկ հասնելուց ուզում ես զանգես քաղաքապետարն ասես աչը հլը բաց է, կարամ մտնեմ։ Հանգիստ Տևոս, հələ մի քանի կետ կա, որ մեկվանից ես ներվայնաս, իրոք շատ եմ ներվայնամ։ Երկրորդը, երբ ինչ-որ մեկին տեսնում ես, սենք իր երեխուն խփում ա, վիրավորում ա, ինչ-որ բան ես ասում այդ մարդկանց, ասում են քոնը կունենաս, նոր կխոսաս։ Արկր բանական մարդ լինելը, անկախ երեխա ունենալու պրոցեսից, ասենք այդ մարդկանց ինչ հատվում, որ օրինակ դու դեմ ես երեխեքին խփելու, հենց քո երեխան ունենաս ծննդատան աշճանների մեջ ֆուտբոլ գնդակ գոլ դեպի տուն ես հասցնելու այդ երեխուն։ Հա, ներվայնանում եմ, երբ որ մարդիկ մասնագետ են ինչ-որ մի բանի, բայց չեն կարում անեն։ Օրինակ, ասենք մատնահարդարա, գնում ես, ասում ես ռամաշկա կարաս նկարել, կամ սրտիկ, ասենք պրիմիտիվ բան, ասում ես ես չեմ կարա։ Ախր ո՞տ կարաս մի գործ ամեն աստոր անես, ու չկարանաս մինիմալ բաներ անես, կամ գնում ես Վարսանանից, ասում ես կհյուսեք, ասում ես ես չեմ կարում հյուսեմ, ախպեր չեմ ասում շլյապա հավաքի մազերով, ասենք ցանկացած մարդ որ ունի երկու ձեռք կարա հյուսի, ոնց կարաս ինչ-որ մի գործի մասնագետ լինես, каждый божий դե գնաս գործի, ու մեջը ցանկություն չառաջանա մինիմալ քո գործը կարանաս անես։ Երեխեք չեմ կարող շարունակեմ այս վիդեոն ճշումը սպարտացավ։